Բարև ձեզ սիրելիներ, Աստծո շնորհով այսօր մենք հասել ենք առաջին մնացորդած 5-րդ եւ 6-րդ գլուխները։ Այս գլուխներում ներկայացվում են Ռուբենի, Գադի եւ Մանասեի կես ցեղի պատմությունը, ինչպես նաեւ Ղեֆտացիների տոհմաբանությունը։ Ռուբենը, որպես առաջնեկը, կորցրեց իր առաջնեկության իրավունքը անհնազանդության պատճառով։ Սա հիշեցնում է, որ Աստծո պարգևները չպետք է անտեսվեն կամ արհամարվեն։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ երբ Իսրայելի ժողովուրդը պատերազմի ժամանակ ապավինեց Աստծուն, նա նրանց հաղթանակ տվեց։ Բայց երբ նրանք հեռացան Տիրոջից եւ ծառայեցին կուռքերին, ընկան գերության մեջ։ 6-րդ գլխում ուշադրությունը կենտրոնանում է Ղեֆտացիների եւ Քահանաների վրա։ Նրանց ծառայությունն էր միջնորդ լինել Աստծո եւ ժողովրդի միջև, մատուցել զոհեր եւ առաջնորդել ժողովրդին Աստծո երկրպագության մեջ։ Սակայն այդ ծառայությունը ժամանակավոր էր եւ մատնանշում էր ավելի մեծ իրականություն։ Այս գլուխներում մենք հստակ տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Նա է մեր ճշմարիտ եւ հավիտենական քահանայապետը։ Հինկտակարանի քահանաները նորից ու նորից զոհեր էին մատուցում։ Իսկ Հիսուսը մեկ անգամ ընդմիշտ մատուցեց ինքն իրեն որպես կատարյալ զոհ մեր մեղքերի համար։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։ Նրա միջոցով մենք կարող ենք առանց վախի մոտենալ Աստծուն եւ ունենալ կենդանի հարաբերություն Հոր հետ։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ հաղթանակը գալիս է ոչ թե մեր ուժից, այլ Աստծուն վստահելուց։ Եվ այսօր այդ վստահության կենտրոնը Հիսուս Քրիստոսն է, մեր քահանայապետը, մեր միջնորդը եւ մեր փրկիչը։ Ամեն։ Գրեք մեկնաբանություններում սիրելիներ ձեր կարծիքները եւ կիսվեք, որպեսզի Աստծո խոսքը շատերին հասնի։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։